Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Պաշտոնական այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարություններով։ Քննարկումների առանցքում եղել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հեռանկարները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը։ Համատեղ հայտարարություններից հետո Փաշինյանը ելույթ է ունեցել նաև Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական և տարածաշրջանային առաջնահերթությունները։ Պաշտոնական այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Երկկողմ բանակցություններից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարություններով, որի առանցքում եղել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի վերաբերյալ Երևանի դիրքորոշումները։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Հայաստանը դիտարկվում է Եվրոպայի գործընկեր և բարեկամ երկիր, ընդգծելով, որ վերջին շրջանում Երևան-Բրյուսել հարաբերություններում արձանագրվել է նկատելի առաջընթաց։ Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկեր, բարեկամ և հույս ունեմ, որ երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի։ Եվրոպական միությունն ու Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նոր օրակարգը, որը կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, իրավունքի գերիշխանությունը և կխորացնի անվտանգության ոլորտում գործակցությունը։ Մենք նաև ողջունում ենք այն, որ ներկայացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ստրասբուրգ այցը Հայաստանի համար ունի ոչ միայն քաղաքական, այլև արժեքային նշանակություն։ Նրա խոսքով Երևանը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը մշտապես համադրում է եվրոպական ընտանիքի չափանիշների հետ, համոզելով, որ շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Վարչապետը հիշեցրել է 2025 թվականին ընդունվել և ուժի մեջ է մտել Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, որը նրա բնորոշմամբ պատմական նոր փուլ է բացել Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։ Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով։ Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել, և ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է և տեղի է ունեցել և գործադիր իշխանության, և օրենսդիր իշխանության, և քաղաքացիական հասարակությունների մակարդակում։ Համատեղ հայտարարությանը հաջորդել է Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում։ Ելույթում Փաշինյանն արդեն առավել լայն օրակարգ է ներկայացրել, խոսելով թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների, թե տարածաշրջանային զարգացումների մասին։ Վարչապետը հայտարարել է, որ ներկայում անհատականացման փուլում է գտնվում TRIP ծրագիրը, որի իրականացման շրջանակը նրա խոսքով հունվարի 13-ին արդեն ընդունվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ Փաշինյանը նշել է, որ մոտ ապագայում Երևանն ու Վաշինգտոնը կստորագրեն համապատասխան համաձայնագիրը, ինչից հետո կսկսվի ծրագրի գործնական իրականացումը։ Նրա ներկայացմամբ TRIP-ը բխում է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունից և պետք է ստեղծի նոր տրանսպորտային հնարավորություններ արևելքից արևմուտք, նաև հարավից հյուսիս։ Վարչապետը հիշեցրել է, որ խաղաղության խաչմերուկ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր հենց Եվրոպական խորհրդարանում
2023 թվականի հոկտեմբերի 17-ին եւ այժմ այդ գաղափարը ստանում է ավելի առարկայական շարունակություն։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին, եւ ինչպես տեսակ վերոնշյալ մեջբերումներից որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Միևնույն ժամանակ վարչապետը խոսել է նաև Մերձավոր Արևելքում լարվածության մասին, նշելով, որ զարգացումները ստվերում են ներկայացվող դրական պատկերը։ Փաշինյանն Իրանն անվանել է Հայաստանի բարեկամ ու հազարամյա հարևանն, ընդգծելով, որ Հայաստանը ցավով է հետևում Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների շուրջ զարգացումներին։ Նրա խոսքով նման մասշտաբի ճգնաժամի պայմաններում Երևանը կարող է միայն հանդես գալ դիվանագիտական լուծումների օգտին եւ հույս հայտնել, որ հնարավոր կլինի հնարավորինս արագ վերադառնալ բանակցային ճանապարհին։ Ելույթի առանցքային հատվածներից մեկը վերաբերել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն 8 ամիս է երկու երկրների սահմանին լիակատար խաղաղություն է, իսկ 2025 թվականը դարձել է առաջին տարին անկախությունից ի վեր, երբ սահմանային կրակոցների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Վարչապետը նաև շեշտել է, որ 2025 թվականի նոյեմբերին անկախությունից հետո առաջին անգամ գնացք է անցել Ադրբեջանի տարածքով, այնուհետև Վրաստանով եւ հասել Հայաստան։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երթուղային հաղորդակցության սահմանափակումները վերացնելու որոշման համար եւ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է արդեն այսօր ապահովել նաեւ Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ տարանցիկ հաղորդակցություն գործող ճանապարհային ենթակառուցվածքների միջոցով։ Նա առանձնացրել է Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ ուղղությամբ ճանապարհային կապ ապահովելու Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախճեվանի ինքնավար հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախճեվանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջև։ Փաշինյանը փորձել է նաև բացատրել, թե ինչու 2020 թվականից հետո հնարավոր դարձավ խաղաղության օրակարգի առաջմղումը, երբ նախորդ տասնամյակներում դա անհնար էր թվում։ Նրա գնահատմամբ այստեղ դեր է ունեցել թե միջազգային միջնորդությունը, թե այն գիտակցումը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ռազմավարականորեն փոխկապակցված են։ Վարչապետը նաև բավական կոշտ ներքաղաքական գնահատականներ է հնչեցրել, պնդելով, որ 2024 թվականի մարտ-ապրիլին Հայաստանը հասել է պետականության կործանման եզրին եւ եթե սահմանազատման որոշում չկայացվեր, ապա երկիրը կարող էր կորցնել իրական իշխանությունը։ Նա առանձնացրել է Տավուշի սահմանազատման գործընթացը, նշելով, որ դրա դեմ կազմակերպված ներքաղաքական շարժումները փորձել են վերակենդանացնել հակամարտության տրամաբանությունը։ Փաշինյանի խոսքով այդ ճգնաժամը լուծվել է ժողովրդի հետ ուղիղ խոսակցության միջոցով, իսկ Իրանց գյուղը, որը ներկայացվում էր որպես սահմանազատման զոհ, այսօր ըստ նրա դարձել է խաղաղության առավել տեսանելի խորհրդանիշներից մեկը։ Փաշինյանը խոսել է նաև Արցախից տեղահանված հայերի մասին, նշելով, որ կառավարության ռազմավարությունը հստակ է։ Նրանք պետք է ստանան Հայաստանի քաղաքացիություն եւ մշտապես բնակվեն հանրապետությունում։ Նա հայտնել է, որ բնակարանային ապահովման ծրագրից արդեն օգտվել է 4886 ընտանիք եւ այս հարցում Հայաստանը շարունակում է ակնկալել միջազգային գործընկերների աջակցությունը։ Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայերի հարցում կառավարությունը շարունակում է աշխատել լուր դիվանագիտության ձևաչափով։ Փաշինյանի խոսքով, եթե այդ մոտեցումը նախապես չընտրվեր, ապա հունվարի 14-ին 4 հայերի վերադարձ չէր կայանա։ Փարիզում անցկացվող միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովում էլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը միջուկային էներգիան դիտարկում է որպես իր էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչ։ Վարչապետի խոսքով պաշտոնական Երևանը ոչ միայն երկարաձգում է գործող ատոմականի շահագործման ժամկետը, այլև շարժվում է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի կիրառման ուղղությամբ երկրի էներգետիկ համակարգի կայուն եւ անվտանգ զարգացման նպատակով։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է, որտեղ մասնակցել է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն։ Այս մասին Փարիզում ընթացող միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովում իր ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով, որ պաշտոնական Երևանը միջուկային էներգետիկան դիտարկում է ոչ միայն որպես էլեկտրաէներգիայի կայուն աղբյուր, այլև որպես երկրի էներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ։ Վարչապետը նշել է, որ համաշխարհային էներգիայի պահանջարկի աճն ու ցածր ածխածնային աղբյուրների նկատմամբ հետաքրքրության խորացումը նորից ուշադրության կենտրոն են բերել միջուկային էներգիայի մրցակցությունը։ 2024 թվականին Բրյուսելում անցկացված առաջին հաջող գագաթնաժողովից հետո վստահ ենք, որ Փարիզում անցկացվող այս երկրորդ գագաթնաժողովը կխթանի գործակցությունը այն երկրների միջև, որոնք ընտրել են զարգացնել քաղաքացիական միջուկային կարողությունները։ Այն նաև կնպաստի գործնական լուծումների առաջմղմանը, ածխաթթվային արտանետումների կրճատման եւ էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Այս նպատակները նաև համաշխարհային էներգիայի պահանջարկի աճը կրկին ուշադրության կենտրոն են բերել միջուկային էներգիայի մրցունակությունը։ Փաշինյանն իր ելույթում նաև հիշեցրել է, որ Հայաստանն այն առաջին երկրներից էր, որը լիովին աջակցել է COP28-ի շրջանակում ընդունված մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի արտադրությունը եռապատկելու հռչակագրին։ Նրա խոսքով այդ մոտեցումը բխում է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունից, ըստ որի ատոմային էներգիան պետք է պահպանվի որպես ազգային էներգետիկ անվտանգության հիմնասյուներից մեկը։ Ելույթում Փաշինյանն անդրադարձել է նաև գործող հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանը։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը նախաձեռնել է ծրագիր, որով նախատեսվում է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումը շարունակել մինչև 2036 թվականը, դա դիտարկելով որպես նոր միջուկային էներգետիկ համակարգի ուղղությամբ սահուն ու անվտանգ անցման հիմք։ Այսօր անվտանգության տեխնոլոգիաների առաջընթացի պայմաններում գործող միջուկային կայանների շահագործման ժամկետի երկարաձգումն ապահովում է ժամանակակից եւ ծախս արդյունավետ ուղի դեպի զուտ զրոյական արտանետումներ։ Այս համատեքստում Հայաստանը նախաձեռնել է ծրագիր հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու համար։ Փաշինյանը հստակեցրել է նաև Հայաստանի հաջորդ ռազմավարական քայլը, նշելով, որ որոշում է կայացվել շարժվել փոքր մոդելային ռեակտորների տեխնոլոգիայի կիրառման ուղղությամբ։ Նրա խոսքով այժմ ուսումնասիրվում են տարբեր տեխնոլոգիական լուծումներ եւ գնահատվում միջազգային գործընկերների առաջարկները, իսկ ընտրության հիմքում լինելու են հուսալիությունը, երկարաժամկետ կայունությունը, նաեւ միջուկային անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման ամենաբարձր չափանիշները։ Վարչապետը կարևորել է նաեւ մասնագիտական ներուժի ձևավորումը, նշելով, որ մինչև 2050 թվականը միջուկային ոլորտի զարգացումն անհնար կլինի առանց որակյալ կադրերի, նախագծումից ու կառուցումից մինչև շահագործում, սպասարկում եւ ապամոնտաժում։ Այդ համատեքստում Երևանը մեծ նշանակություն է տալիս ուսումնական ու կրթական ծրագրերին, նաեւ երկկողմ ու բազմակողմ միջազգային գործակցությանը։ Մինչև 2050 թվականը միջուկային էներգետիկայի զարգացման ճանապարհին կարևորագույն հենասյունը լինելու է բարձրակարգ մասնագետներից կազմված աշխատուժը, սկսած նախագծումից մինչև կառուցում, մինչև անվտանգ շահագործում, սպասարկում եւ վերջնական ապամոնտաժում։ Այդ պատճառով ուսուցման եւ կրթական ծրագրերի իրականացումը կարևոր է անհրաժեշտ մասնագիտական ներուժի ապահովման համար։ Այս առումով Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային գործակցությունը թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով։ Այս ջանքերի եւ հայ մասնագետների նվիրված աշխատանքի շնորհիվ հայկական ատոմային էլեկտրակայանի ամբողջ շահագործման պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ չի գրանցվել։ Ելույթի ավարտին վարչապետը շեշտել է նաև ռադիոակտիվ թափոնների եւ օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման թեման, այն անվանելով կենսական հարց ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Փաշինյանի խոսքով մարդու առողջությունը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է մնան միջուկային քաղաքականության գլխավոր ուղենիշները, իսկ Փարիզի գագաթնաժողովը կարող է դառնալ նոր նախաձեռնությունների ու գործընկերների ձևավորման հարթակ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների եւ ոլորտի ընկերությունների միջև։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Շվեյցարիա կատարած աշխատանքային ընթացքում Բեռլինում պաշտոնապես բացվել է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը, ազդարարելով հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման նոր փուլի մեկնարկը։ Արարողությանը մասնակցել է նաև Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։
Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններում նոր ինստիտուցիոնալ փուլ է մեկնարկել։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Շվեյցարիայի համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։ Արարողությունը տեղի է ունեցել Բեռնի պատմական կենտրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հատվածում։ Դեսպանության շենքի առջև բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը, հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո ժապավենի կտրման արարողությամբ ազդարարվել է նոր դիվանագիտական ներկայացուցչության գործունեության մեկնարկը։ 3, 2, 1. Voilà. Wonderful. Thank you so much. Արարատ Միրզոյանի խոսքով, եթե մինչև այժմ հայկական դիվանագիտական ներկայությունը հիմնականում կապվում էր Ժնևի հետ, ապա այժմ այն տեղափոխվում է նաև Շվեյցարիայի քաղաքական կենտրոն Բեռն, ինչը կարող է ավելի անմիջական դարձնել շփումները պետական հաստատությունների, գործընկեր կառույցների եւ քաղաքական շրջանակի միջև։ Միրզոյանը շեշտել է, որ Բեռնում դեսպանության բացումը երկու երկրների բարեկամական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է։ Նրա խոսքով այս ներկայացուցչությունը պետք է դառնա ոչ միայն քաղաքական կապերի ամրապնդման, այլև գործարար հասարակական ու մարդկային նոր կապերի ձևավորման հարթակ։ Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան, միաժամանակ ծառայելով որպես կամուրջ, առավել ամուր կապելով մեր կառավարությունները, մեր հաստատությունները, գործարար համայնքները եւ ամենակարևորը մեր ժողովուրդներին։ Շվեյցարական կողմը ևս ընդգծել է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայությունը դաշնային մայրաքաղաքում հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ օրակարգը եւ ավելի սերտացնել աշխատանքը երկու երկրների պետական համակարգերի միջև։ Իգնասիո Կասիսի գնահատմամբ նոր դեսպանությունը կարող է լրացուցիչ խթան դառնալ հարաբերությունների ինստիտուցիոնալ ամրապնդման համար։ Դաշնային մայրաքաղաքում Հայաստանի ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ գործակցություն զարգացնել մեր հաստատությունների միջև եւ ել ավելի ամրապնդել հարաբերությունները մեր երկու երկրների միջև։ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին եւ այդ ժամանակից ի վեր երկկողմ կապերը զարգացել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ու մշակութային տարբերություններով։ Տարիների ընթացքում գործակցությունն ամրապնդվել է նաեւ բարձրաստիճան փոխայցերի, բազմակողմ հարթակներում համատեղ աշխատանքի եւ միջխորհրդարանական ակտիվ կապերի շնորհիվ։ Միրզոյանն ընդգծել է, որ այսօր հարաբերությունների օրակարգում արդեն ավելի հեռանկարային ու տեխնոլոգիական ուղղություններ են հայտնվում։ Երևանը տեսնում է գործակցության մեծ ներուժ նորարարության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առևտրի եւ կայուն զարգացման ոլորտներում։ Շվեյցարիայի փորձը գիտության, ճարտարագիտության եւ ֆինանսների ոլորտում հայկական կողմը դիտարկում է որպես փոխշահավետ ծրագրերի հիմք, հատկապես Հայաստանի արագաճող տեխնոլոգիական միջավայրի պայմաններում։ Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններին, ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, տնտեսական զարգացման խթանումը, նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման կարեւորությունը։ Նրա դիտարկմամբ հենց ընդհանուր արժեքներն ու ապագայի միտված մոտեցումներն են այն հիմքը, որի վրա կարող են կառուցվել ավելի խորը գործընկերային հարաբերություններ։ Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Շվեյցարիա, այն ինձ ավելի շատ է տուն հիշեցնում, քան տարվա ընթացքում մեր այցելած որևէ այլ վայր։ Պատճառն ակնհայտ է՝ հիասքանչ լեռնային տեսարանն ու բնությունը, որոնք շատ նման են Հայաստանին, նաև ավանդույթների նկատմամբ հարգանքը։ Հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում Միրզոյանն ընդգծել է հատկապես Շարլ Ազնավուրի դերակատարությունը։ Կցանկանայինք առանձնահատուկ հարգանքի տուրք մատուցել Շարլ Ազնավուրին, որն իր արժանապատվությամբ ու մարդասիրությամբ մարմնավորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև կենթանի կապը, նշել էր արտգործնախարարը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ըստ Բաքվի արդեն դուրս են եկել զուտ հայտարարությունների մակարդակից։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կողմերը մտել են գործնական փուլ, նշելով թե սահմանային հարաբերական խաղաղությունը, թե տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերագործարկումը։ Ձեռք բերված համաձայնությունները թղթի վրա չեն մնացել, կողմերը ցուցաբերում են քաղաքական կամք։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն մտել են գործնական փուլ։ Ալիևի խոսքով վերջին ամիսներին սահմանային լարվածություն չի եղել եւ խաղաղության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները դուրս են եկել զուտ հայտարարությունների մակարդակից։ Մենք արդեն ապրում ենք երկարաժամկետ խաղաղության պայմաններում, մենք տեսնում ենք իրական փոփոխություններ, սահմանին հանգստություն, տնտեսական կապերի վերագործարկում, փոխադրումների, սահմանափակումների վերացում։
Խաղաղությունից լավ բան չկա եւ միայն պատերազմ տեսած ժողովուրդներն են լիարժեք հասկանում դրա արժեքը։ Ալիևը հատուկ անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նշելով, որ խաղաղության շնորհիվ Հայաստանը կարող է անկախությունից ի վեր առաջին անգամ դառնալ տարանցիկ երկիր։ Իր անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Նման հնարավորություն կա։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք ուղիղ հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Սա կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ խաղաղության գործընթացից հետո աշխատանք է տարվում միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որն անցնում է նաև Հայաստանի տարածքով։ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների պահանջարկը մեծանում է եւ տրանսպորտային կապերի վերականգնումն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային նշանակություն։ Նրա խոսքով արդեն վերացվել են իր տարածքով դեպի Հայաստան տարբեր ուղղություններից ապրանքների տեղափոխման սահմանափակումները։ Ալիևը հայտարարել է նաև, որ վերջին ամիսներին սկսվել են նավթամթերքի մատակարարումներ Հայաստան, վերականգնվել են առևտրային որոշ կապեր։ Վերջին ամիսների ընթացքում սկսել ենք նաև նավթամթերքի մատակարարումներ Հայաստան, առևտրային կապերը վերականգնվել են, եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խաղաղությունը գործնական դրսևորումներ ունի։ Այս ամենը մեր կողմից քաղաքական կամքի հստակ արտահայտություն է։ Մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձել էր Ադրբեջանի հետ հարաբերություններին, նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին արդեն 8 ամիս է լիակատար խաղաղություն է։ Փաշինյանը եւս ընդգծել էր, որ 2025 թվականը դարձել է անկախությունից ի վեր առաջին տարին, երբ փոխհրաձգությունների հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել։ Փաշինյանը նաև տեղեկացրել էր, որ 2025 թվականի նոյեմբերին անկախությունից հետո առաջին անգամ Ադրբեջանի տարածքով եւ Վրաստանով անցնող գնացք է հասել Հայաստան, ինչը նա ներկայացրել էր որպես հաղորդակցությունների բացման գործնական արդյունք։ Վարչապետը նշել էր նաև, որ Հայաստանը պատրաստ է արդեն իսկ գործող ճանապարհային ենթակառուցվածքներով տարանցում ապահովել Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, նաև ճանապարհային կապ տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղով։ Նրա խոսքով Երևանը շահագրգռված է նաև Հայաստանի հարավն ու հյուսիսը Նախիջևանի տարածքով կապող երթուղու գործարկմամբ, իսկ Ադրբեջանից նավթամթերքի ներմուծումն արդեն ազդել է Հայաստանի շուկայում գների նվազման վրա։ Շարունակում ենք թողարկումը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև ռազմական գործողությունները ընդլայնվում են, ընդգրկելով նոր տարածքներ եւ ենթակառուցվածքներ։ Իրանի նավթային պայծառանների վրա հասցված հարվածներից հետո Թեհրանում խոշոր հրդեհներ են բռնկվել, իսկ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Միաժամանակ իրանական անօդաչու թռչող սարքը բախվել է Դուբայի բարձրարկ շենքերից մեկին, ինչի հետևանքով զոհ է եղել։ Տարածաշրջանի առաջնորդները զսպվածության կոչ են անում, սակայն ռազմական գործողությունները չեն դադարում։ Դուբայում իրանական անօդաչու թռչող սարքը բախվել է 90 հարկանի երկնաքերին, բախումից հետո շենքում հրդեհ է բռնկվել, փրկարարները սկսել են մարդկանց տարհանումը։ Անօդաչու թռչող սարքի մնացորդներն ընկել են Դուբայ Հիլզի կամրջի վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների տվյալներով բեկորներն ընկել են նաև Ալ-Բարշա շրջանում գտնվող մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ասիացի վարորդը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, սակայն պատրաստ է պաշտպանել իր բնակիչներին։ Միաժամանակ շարունակվում են հարվածները Իրանի տարածքում գտնվող ռազմական եւ էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սկսել է Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ նոր հարվածների ալիք։ Իրանի նավթի բաշխման եւ վերամշակման ազգային ընկերությունը հայտնել է, որ Թեհրանում եւ Ալ-Բորզ նահանգում գտնվող նավթապահեստարանները ենթարկվել են ավիահարվածների։ Հարվածներից հետո Թեհրանում բռնկվել են խոշոր հրդեհներ, իսկ քաղաքում տարածվել է խիտ-սև ծուխ։ Հաղորդվում է, որ պայթյուններից հետո քաղաքում նույնիսկ նավթային անձրև է տեղացել։ Իրանի մեհր գործակալության տվյալներով նավթային պահեստարանների պայթյունները մթնոլորտ են արտանետել մեծ քանակությամբ թունավոր ածխաջրածնային միացություններ, նաև ծծմբի եւ ազոտի օքսիդներ, որոնք կարող են առաջացնել վտանգավոր թթվային անձրև։ Իրանի նավթավերամշակման գործարանի տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 4 նավթագործ։ Իրանի արտգործնախարարությունից էլ հայտարարել են, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները համարժեք են քիմիական պատերազմի։ Հարվածներ են արձանագրվել նաև
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող միջուկային օբյեկտներից մեկի վրա սպահանում։ Իրանական աղբյուրների տվյալներով այն լուրջ վնաս է կրել, սակայն այս պահին ճառագայթային աղտոտման մասին տեղեկություններ չկան։ Նույն քաղաքում վնասվել է նաև գամմա ճառագայթմամբ ստերիլիզացման օբյեկտը։ Միաժամանակ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հրթիռային հարվածներ են հասցվել Հայֆայի նավթավերամշակման գործարանին։ Հարվածների հետևանքների վերաբերյալ մանրամասները դեռևս ճշտվում են։ Պատերազմի ֆոնին Իրանում տեղի ունեցել նաև իշխանության փոփոխություն։ Փորձագետների խորհրդի անդամների հայտարարությունների համաձայն երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել Սեյեդ Մոջթաբա Խամենեին, նախկին առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ երկրի առաջնորդի ընտրությունը բացառապես Իրանի ժողովրդի գործն է։ Միջազգային մակարդակում նույնպես հնչում են տարբեր հայտարարություններ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, կոչ անելով դադարեցնել տարածաշրջանի երկրների դեմ հարվածներն ու պահպանել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են։ Իսկ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրն էլ նշել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է երկար շարունակվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ ռազմական գործողությունները հաջող ընթացք ունեն։ Նրա խոսքով առանց Միացյալ Նահանգների հավանության Իրանի նոր առաջնորդը երկար չի դիմանա։ Միաժամանակ Իրանն էլ զգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակեն հարվածներն իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին, ապա Թեհրանը կարող է թիրախավորել Մերձավոր Արևելքի նավթային օբյեկտները։ Իրանի տվյալներով ամերիկյան Սուզանավի հարձակման հետևանքով Իրանի ռազմանավի վրա զոհվել է առնվազն 104 նավաստի, ևս 20-ը համարվում են անհետ կորած։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 7-ի։ Մինչև տարածաշրջանային առաջնորդները շարունակում են զսպվածության կոչ անել, ռազմական գործողությունները շարունակվում են։ Կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները, ինչն էլ ավելի է խորացնում իրավիճակը։ Թեհրանի դեմ որևէ գործողություն անպատասխան չի մնա։ Տեղի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա խոսել է ռազմական գործողությունների հետևանքների, հարևան պետությունների պատասխանատվության ու հատկապես Ադրբեջանի հետ կապված վերջին իրադարձությունների մասին, իսկ Իրանի Խաթամ Ալ-Անբինա ռազմական հրամանատարական կենտրոնական շտաբը Բաքվին կոչ արել որպես մահմեդական երկիր տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար վտարի սիոնիստներին իր երկրից որպեսզի չվնասի, ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ Իրանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնալու։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում շարունակվող լայնվածությունն ու դրա հնարավոր զարգացումները։ Լարիջանին հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով, պնդելով, որ Վաշինգտոնը սխալ է գնահատել իրավիճակը եւ այժմ կանգնած է իր իսկ հաշվարկների հետևանքների առաջ։ Թեհրանում նշում են, որ Իրանի դեմ ճնշումներն ու ռազմական սրացման փորձերը ոչ միայն չեն հասել իրենց նպատակին, այլև կարող են հանգեցնել ամերիկյան նոր կորուստների եւ ավելի լայն տարածաշրջանային ապակայունացման։ Լարիջանի խոսքով Իրանը տեղեկություններ ունի, որ հակամարտության ընթացքում ամերիկացի որոշ զինվորականներ գերեվարվել են հարևան երկրներից մեկում Իրանի պատասխան գործողությունների ժամանակ։ Լարիջանին նաեւ պնդել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի իրական կորպուսները կարող են զգալիորեն ավելի մեծ լինել, քան պաշտոնապես ներկայացնում է Վաշինգտոնը։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հերքել է այդ տեղեկությունը, հայտարարելով, որ ամերիկացի զինծառայողները գերության մեջ չեն հայտնվել։ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնալու։ Նրանք կարծում էին, թե երկրի ղեկավարության դեմ հարվածներից հետո Իրանում պետական համակարգը արագ կփլուզվի եւ կառաջանա ներքին քաոս։ Սակայն այդ հաշվարկը լիովին ձախողվեց։ Իրանի պետական կառույցները շարունակում են գործել, իսկ հասարակությունը ցույց տվեց, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման։ Լարիջանին շեշտել է նաև, որ Իրանի դեմ ճնշումները ըստ Թեհրանի հաշվարկված էին ոչ միայն ռազմական, այլև ներքին սոցիալ-տնտեսական իրավիճակը խաթարելու համար։ Նրա գնահատմամբ փորձ է արվել երկրի ներսում ձևավորել կառավարման ճգնաժամ, վառելիքի ու սննդամթերքի պակաս եւ հանրային դժգոհության ալիք, սակայն այդ ծրագիրը իր խոսքով արդյունք չի տվել։ Նրանք ծրագրել էին նաև տնտեսական ճգնաժամ հրահրել, խափանելով վառելիքի մատակարարումը, բայց նույնիսկ ճգնաժամի պահին, երբ օրական բենզինի սպառումը հասնում էր մոտ 190 միլիոն լիտրի, երկրում վառելիքի բաշխման խափանում չի եղել։ Դա ցույց է տալիս, որ Իրանի պետական համակարգը շատ ավելի կայուն է, քան կարծում էին մեր հակառակորդները։
Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, մասնավորապես Իրան-Ադրբեջան աճող լարվածությանը պնդելով, որ Իսրայելը տարբեր մեթոդներով փորձում է լարվածություն հրահրել Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջև, թուլացնելու համար Թեհրանի դիրքերը եւ անվստահություն սերմանելու հարևանների շրջանում։ Իսրայելը ինտրիգներով եւ սադրանքներով փորձում է բախում ստեղծել Իրանի եւ տարածաշրջանի երկրների, այդ թվում Ադրբեջանի միջև։ Մեր ռազմավարությունը պարզ է՝ պահպանել բարեկամական հարաբերություններ հարևանների հետ եւ չստեղծել անվստահություն։ Սակայն եթե որևէ երկրի տարածքից սպառնալիք լինի Իրանի ազգային անվտանգությանը, մենք չենք կարող անտեսել դա եւ համարժեք պատասխան կտանք։ Տարածաշրջանի երկրները պետք է կամ կանխեն ԱՄՆ-ի կողմից իրենց տարածքների օգտագործումը Իրանի դեմ, կամ մենք ստիպված կլինենք ինքներս ապահովել մեր անվտանգությունը։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի սիոնիստներին իր տարածքից։ Իրանական կողմը պնդում է, որ իրավիճակի հետագա սրումը հնարավոր կլինի կանխել միայն այն դեպքում, երբ հարևան երկրները թույլ չտան իրենց տարածքների օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար։ Ադրբեջանի հետ հարաբերությունները լարվեցին հատկապես մարտի 5-ի միջադեպից հետո, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Նախիջևանի օդանավակայանի մոտ 2 անօդաչու սարք է ընկել, որոնք ըստ Բաքվի արձակվել էին Իրանի տարածքից։ Իրանի գլխավոր շտաբը հերքել էր մեղադրանքը, նշելով, որ պատասխանատվությունը կարող է կապված լինել այլ ուժերի, այդ թվում Իսրայելի գործողությունների հետ։ Մարտի 8-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ զրույցում վերստին նշել է, որ Նախիջևանի օդային հրետակոծության հետ Թեհրանը որևէ կապ չունի։ Փեզեշքյանը վստահեցրել է՝ միջադեպը կհետաքննվի։ Ալիևն էլ շեշտել է Նախիջևանում տեղի ունեցածի հետաքննության կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք նաև մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։ Մարտի 9-ի առավոտյան հայտնի դարձավ, որ արդեն վերականգնվել է Ադրբեջանի եւ Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը, որոնք ժամանակավորապես կասեցվել էին մարտի 5-ին Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության մեծացումը կտրուկ ազդել է համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։ Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարվածներից հետո նավթի գինը կտրուկ աճել է, իսկ աշխարհի խոշորագույն տնտեսությունները քննարկում են արտակարգ նավթային պահուստների բաց թողումը շուկան կայունացնելու համար։ Wall Street Journal-ը գրել է, որ եթե Հորմուզի նեղուցը մոտ ապագայում չբացվի, նավթի գինը կարող է հասնել 1 բարելի համար $215։ Մերձավոր Արևելքում լարվածության մեծացումն ու Իրանի նավթային ենթակառուցվածքների դեմ Իսրայելի հարվածները լուրջ ազդեցություն են ունեցել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա, առաջացնելով նավթի գների կտրուկ աճ եւ մտահոգություն միջազգային տնտեսության համար։ Վերջին օրերին ստեղծված այս իրավիճակն իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում։ Մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետ կապված ռուսական էներգետիկ ռեսուրսների արտահանման դեմ կիրառվող պատժամիջոցները, մյուս կողմից Իրան-Ամերիկա-իսրայելական պատերազմը, որի ընթացքում հրթիռակոծվում են ինչպես նավթի արդյունահանմամբ զբաղվող ծոցի երկրները, այնպես էլ Իրանի նավթային պահեստները։ Պարզվում է, որ Միացյալ Նահանգներին մտահոգում են ոչ միայն Իրանի կողմից արաբական երկրների հրթիռակոծությունները, որոնք խաթարել են համաշխարհային էներգակիրների մատակարարումներն ու հանգեցրել նավթի գների կտրուկ աճի, այլև Իրանի նավթի պահեստների վրա Իսրայելի հարվածները, քանի որ դրանք կարող են բերել մեծ աղետի։ Արդեն հայտնի է, որ նավթային պահեստներում պայթյունները մթնոլորտ են արտանետել մեծ քանակությամբ թունավոր ածխաջրածնային միացություններ, նաև ծծմբի եւ ազոտի օքսիդներ, որոնք տեղումների դեպքում կարող են առաջացնել շատ վտանգավոր ուժեղ թթվային հատկություններով անձրև։ Հաղորդվում է, որ Վաշինգտոնը փորձում է գնահատել իրավիճակի ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական հետևանքներն ու կանխել շուկայի հնարավոր ապակայունացումը։ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներից առաջ տեղեկացրել են Միացյալ Նահանգների զինվորականներին, սակայն ամերիկացի պաշտոնյաները զարմացել են գործողությունների մասշտաբով։ Այնուամենայնիվ Վաշինգտոնը չի կարծում, որ դա լավ գաղափար էր, ասել են Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, ընդգծելով, որ նման հարվածները կարող են ռազմավարական հետևանքներ ունենալ։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ գործողությունները կարող են համախմբել իրանական հասարակությանն ու միաժամանակ բարձրացնել նավթի համաշխարհային գները։ Իրանական կողմի տվյալներով կիրակի գիշերը Թեհրանում եւ նրա շրջակայքում գտնվող 4 նավթային պահեստներ ու էներգետիկ ենթակառուցվածքների եւս մեկ օբյեկտ ենթարկվել են հարվածների։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների
կազմակերպությունների զինվորականները չեն մասնակցել այդ գործողություններին։ Նրա խոսքով հարվածներն իրականացրել է միայն Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ներկայում չի պլանավորում հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Լարվածությունն անմիջապես ազդել է էներգետիկ շուկաների վրա։ Մարտի 9-ին համաշխարհային բորսաներում նավթի գինը կտրուկ աճել է։ Միջմերձամաքային փոխանակման բորսայում նավթի գինը 1 բարելի համար աճել է 26.04%-ով, հասնելով $116.83։ Վերլուծաբանները նշում են, որ սա ամենաբարձր մակարդակներից մեկն է վերջին տարիներին եւ պայմանավորված է հատկապես մերձավոր արևելքում ռազմական գործողություններով եւ մատակարարումների խափանման վտանգով։ Էներգետիկ շուկայի անկայունության պայմաններում աշխարհի առաջատար տնտեսությունները քննարկում են հնարավոր հակաճգնաժամային քայլերը։ Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները նախատեսում են հեռախոսազրույց անցկացնել եւ քննարկել արտակարգ նավթային պահուստներից նավթ բաց թողնելու հարցը։ Հաղորդվում է, որ G7-ի 3 երկիր, այդ թվում Միացյալ Նահանգները, արդեն աջակցություն են հայտնել այդ գաղափարին։ Նման քայլը կարող է իրականացվել համաշխարհային շուկան կայունացնելու եւ գների կտրուկ աճը մեղմելու նպատակով։ Նախնական գնահատականներով հնարավոր է շուկա դուրս բերվի մինչև 300-ից 400 միլիոն բարել նավթ ռազմավարական պահուստների զգալի հատվածից։ Փորձագետները նշում են, որ նման մեխանիզմը կիրառվում է միայն խոշոր էներգետիկ ճգնաժամերի ժամանակ, երբ շուկաները բախվում են մատակարարումների լուրջ վտանգների։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը մեծացրել է նաև նավթի փոխադրման հետ կապված ռիսկերը։ Հատկապես կարևոր է իրավիճակը Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհում տեղափոխվող նավթի մոտ 1/5-ը, օրական 15-ից 20 միլիոն բարել։ Եթե լարվածությունը շարունակվի կամ փոխադրումները խափանվեն, փորձագետները չեն բացառում նավթի գների նոր ռեկորդային աճը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների աճը մեկնաբանել է, հայտարարելով, որ դա փոքր վճար է անվտանգության եւ խաղաղության ապահովման դիմաց։ Տնտեսագետների գնահատմամբ, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի կամ ընդլայնվի, համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել նոր ինֆլյացիոն ճնշումների, իսկ նավթի գինը որոշ սցենարների դեպքում կարող է հասնել նույնիսկ $200 1 բարելի համար։ Այլ թեմաներ։ Հայաստանում շարունակվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն ներկայացրել են իրենց եկամուտների եւ ունեցվածքի վերաբերյալ տվյալները, իսկ մի մասը նաեւ օգտվել է պետության կողմից նախատեսված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով համակարգի ներդրման փուլում արդեն ավելի քան 100,000 մարդ հայտարարագիր է ներկայացրել, իսկ հազարավոր քաղաքացիներ հետ են ստացել իրենց վճարած եկամտային հարկի մի մասը։ Հայաստանում շարունակվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը։ 2025 թվականի հաշվետու տարվա համար արդեն Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների տարեկան հայտարարագրերը 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ Համակարգը Հայաստանում ներդրվել է փուլային տարբերակով։ Նպատակը հարկային թափանցիկության բարձրացումն ու ստվերային տնտեսության կրճատումն է։ Պաշտոնական տվյալներով համակարգի գործարկման առաջին փուլերի ընթացքում արդեն ավելի քան 130,000 քաղաքացի ներկայացրել է եկամուտների հայտարարագիր։ Վերլուծությունները ցույց են տվել, որ հայտարարագիր ներկայացրած անձանց ավելի քան 60%-ը որևէ փոփոխություն չի կատարել ավտոմատ լրացված տվյալներում, այլ պարզապես հաստատել է համակարգի կողմից ձևավորված հայտարարագիրը։ Նոր փոփոխություններով հայտարարագրման նվազագույն շեմը նախկին 300,000-ից բարձրացել է մինչև 1 միլիոն դրամ։ Նոր փոփոխություններով նախ օրինակ վարկերի մասով մեր բազմաթիվ քաղաքացիները հարցը բարձրացնում են, թե ինչու են վարկերը օրինակ հայտարարագրման ենթակա, մենք իսկ ֆինանսների նախարարությունը կառավարությունը վերացրել է այդ պահանջը եւ այսուհետ նրանք կարիք չունեն հայտարարել օրինակ վարկերը, ստացված վարկերը։ Շեմի մասով, այո, շեմը վերանայվել է եւ օրինակ եթե մի ընկեր մյուսին որոշակի փոխանցում է կատարում, օրինակ միասին ես փորձեմ ավելի բարձ լեզվով բացատրել, որ հասկանալի օրինակ միասին գնացել են որևէ սրճարան եւ մի ընկեր օրինակ վճարում է կատարել եւ մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս, նման դեպքերը իրականում օրենքի իմաստով նախկինում էր հայտարարագրման ենթակա չէին, բայց հիմա առավել եւս շեմի արկայությունը գործարքի մասով շեմի արկայությունը հնարավորություն է տալի, որ նման գործարքների մասին ընդհանրապես մեր քաղաքացիներն չանհանգստանան։ Միաժամանակ համակարգը ներառում է նաև քաղաքացիներին խրախուսող մեխանիզմներ։ Եթե քաղաքացին տարվա ընթացքում կատարել է որոշ սոցիալական ծախսեր, օրինակ առողջապահության կամ կրթության ոլորտում, կարող է դիմել եւ հետ ստանալ այդ ծախսերից վճարած եկամտային հարկի մի մասը։ Փոխհատուցման առավելագույն չափը կարող է հասնել տարեկան 100,000 դրամի։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ համակարգից արդեն հազարավոր քաղաքացիներ են օգտվել։
Օրինակ 2024 թվականին 59031 քաղաքացի ներկայացրել է եկամուտների հայտարարագիր։ Նրանցից 3732-ն օգտվել է սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ 2025-ին այդ թիվն էականորեն բարձրացել է։ Ինչ վերաբերում է նախորդ տարվա գործընթացներին, մենք տրամադրել ենք 5.8 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտ փոխհատուցում, դրա իհարկե էական մասը կրթական ոլորտի սոցիալական կրեդիտներն են եղել, միջին սոցիալական կրեդիտի միջին ստացած գումարը եղել է 73000 դրամին մոտ, եթե չեմ սխալվում։ Հայտարարագրի ներկայացումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմնի առցանց համակարգի միջոցով։ Շատ դեպքերում տվյալները համակարգում արդեն նախապես լրացված են պետական տարբեր կառույցներից ստացված տեղեկատվության հիման վրա, իսկ քաղաքացին պետք է պարզապես տուգի եւ հաստատի դրանք։ Եթե նվիրատվությունն է, այսինքն դա գործարքի էությունը նվեր է, մի քաղաքացի, մյուս քաղաքացի, անկախ նրանից ազգական չի եւ եթե նվիրատվություն է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, թե նախկինում թե հիմա նվիրատվություններ չեն հարկում։ Ուրիշ բան, որ որոշ շարքով եկամուտներ մենք ասել ենք հայտարարման ենթակա են ու տվյալ դեպքում էլ 1 միլիոն դրամի շեմը հենց դրանց է վերաբերում։ Եթե գործարքը 1 միլիոն դրամի հայտարարման ենթակա է, այո։ Հարկվող է, նվիրատվության դեպքում ոչ։ Մասնագետների կարծիքով համընդհանուր հայտարարագրման համակարգը երկարաժամկետ հեռանկարում կարող է նպաստել հարկային կարգապահության բարձրացմանը, պետական բյուջեի եկամուտների աճին եւ սոցիալական ծրագրերի ավելի նպատակային իրականացմանը։ Երևանում շարունակվում է ծերացած եւ կենսունակությունը կորցրած թեղիների փուլային փոխարինման գործընթացը։ Քաղաքային իշխանությունները վստահեցնում են խոսքը ոչ թե կանաչ տարածքների կրճատման, այլ ախտահարված եւ մայրաքաղաքի ընդհանուր կանաչ ֆոնդի համար վտանգ ներկայացնող ծառերի փոխարինման մասին է։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով Պրոշյան եւ Պարոնյան փողոցներում իրականացվող աշխատանքները միտված են անվտանգ, կենսունակ եւ երկարաժամկետ կանաչ միջավայրի ձևավորելուն։ Երևանի տարբեր հատվածներում, մասնավորապես Պրոշյան եւ Պարոնյան փողոցներում շարունակվում են թեղի տեսակի ծերացած ծառերի խորետի եւ փոխարինման աշխատանքները։ Ըստ կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության հողակի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքը ոչ թե առողջ կանաչ զանգվածների ոչնչացման, այլ կենսունակությունն արդեն սպառած հիվանդություններով վարակված եւ ամբողջ քաղաքային կանաչապատման համար ռիսկ դարձած ծառատեսակների փուլային փոխարինման մասին է։ Նրա գնահատմամբ մայրաքաղաքում այսօր կանգնած թեղիների զգալի մասը վաղուց անցել է իր բնական կենսաբանական սահմանը։ Նրա խոսքով քաղաքային պայմաններում թեղիների կենսունակության տևողությունը միջինում 40-ից 50 տարի է, մինչդեռ Երևանում դեռ պահպանված բազմաթիվ ծառեր արդեն 70-ից 80 տարեկան են։ Թեղի ծառատեսակի քաղաքային պայմաններում կենսունակության տարիքը շուրջ 40-50 տարի է։ Հետևաբար այն ծառերը, որը մինչև հիմա կանգնած են Երևան քաղաքում, դրանք 70-80 տարեկան են։ Մարդը եթե 100 տարեկան է, ապրել է իր տարիքը, հա, ինչպես ընդունված է։ Մենք ինչքան ուզում ենք նրան դեղ տանք։ Մենք չենք կարող նրան երիտասարդացնել կամ անմահացնել։ Բնության մեջ յուրաքանչյուր բան, ծառ, թուփ, մարդ, շուն, կատու, ինչ կուզեք, դրանք ունեն իրենց կյանքի տևողությունը։ Թեղիների մոտ իրենց կյանքի տևողությունը դեռևս վաղուց ավարտված է։ Ըստ Բեգոյանի խնդիրը միայն ծառերի տարիքը չէ, տարիների ընթացքում ծառերի բներն ու արմատային համակարգը վնասվել են, դրանցում տարածվել են նեմատոդային ворթեր եւ այլ վնասատուներ, ինչի հետևանքով խաթարվել է արմատների եւ սաղարթների բնական կապը։ Բեգոյանի պնդմամբ հենց դա է պատճառներից մեկը, որ երբեմնի խիտ ծառերը վերածվել են գրեթե անսաղարթ, կենսաբանական եւ գեղագիտական արժեքը կորցրած կոթողների։ Նեմատոդային ворթերը, որոնք ամբողջ իրենց բնամասում են, քայքայելով վերացնում են կոռելացիոն կապը, արմատ սաղարթ կոռելացիոն կապը եւ հետեւաբար սաղարթները վերանում են։ Այստեղ մենք չենք կարող ասել, որ սաղարթ ունենք։ Դուք խնդրեմ նկարեք ձեր ճաշակով, որ ծառն ուզում եք եւ կտեսնեք, որ այս հաստաբուն թեղի, որ ասում ենք, հաստաբուն ծառը եթե ծերացել է, հարգելի երևանցիներ, նա պետք է հաստաբուն լինի։ Մենք չենք ասում, որ փոխարինում ենք երիտասարդ ծառերը։ Տեսեք, այս հաստաբուն ծառերի պարագայում մենք ունենք ծաղկամանի մեծության ինչ որ սաղարթ։
այս ծառերի գլխին։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ։ Բեգոյանը նաև պնդում է, որ բոլոր ծառատեսակների նկատմամբ նույն մոտեցումը չի կիրառվում։ Եթե հացենիները, սոսիները, կաղնիները կամ ակացիաները ենթարկվում են սանիտարական էտի սահմանված նորմերով, ապա թեղիների եւ բարդիների պարագայում իրականացվում է ավելի խորը միջամտություն, քանի որ դրանք կենսունակության վերջնափուլում են եւ կարող են նաև ֆիզիկական վտանգ ներկայացնել։ Առավել լայն քննադատություններ է, թե ինչու երբեմն հատվում կամ փոխարինվում են արտաքինից դեռևս կանգուն թվացող ծառեր, ՀՕԱԿ-ի տնօրենը հակադարձում է, որ քաղաքապետարանը վերջին տարիներին զուգահեռաբար մեծածավալ վերատնկման աշխատանքներ է իրականացրել։ Նրա ներկայացմամբ մայրաքաղաքում արդեն ստեղծվել է 7 ուրբան անտառ, իսկ վերջին 3 տարում տնկվել է ավելի քան 25,000 արժեքավոր ծառատեսակ։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք Երևան քաղաքում հիմնել ենք 7 ուրբան անտառ։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ վերջին 3 տարում հիմնվել է 7 ուրբան, դրանից առաջ ոչինչ չի հիմնվել։ Հենց այսպես պատասխանատու կերպով հայտարարում եմ։ Երևան քաղաքում վերջին 3 տարում տնկվել է 25,000-ից ավել արժեքավոր ծառատեսակներ, որոնք բոլորը կպած են։ Անդրադառնալով մայրաքաղաքում ոռոգման համակարգի վիճակին, Բեգոյանը նշել է, որ Երևանում ոռոգման ցանցը երկար տարիներ չի արդիականացվել եւ այսօր այն գտնվում է ծանր վիճակում։ Ըստ նրա, շատ դեպքերում նույնիսկ հին ցանցերի ամբողջական քարտեզագրում գոյություն չունի, իսկ նոր համակարգերի անցկացումը պահանջում է մեծածավալ աշխատանք։ Նրա խոսքով, այս տարի եւս մայրաքաղաքում իրականացվելու են նոր մայր ջրագծերի սնուցման աշխատանքներ մի շարք փողոցներում, այդ թվում Ազատության պողոտայում, Գյուլբեկյան, Կիևյան, Չարենցի փողոցներում եւ այլ հատվածներում։ Միաժամանակ Բեգոյանը նշել է, որ ծառերի փոխարինումը շարունակական գործընթաց է եւ չի ավարտվելու մեկ սեզոնով։ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական մասնակցել է Read Japan Project ծրագրի շրջանակում Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի նվիրաբերած գրքերի շնորհանդեսին։ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում Read Japan ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ինստիտուտին նվիրված գրքերի շնորհանդես, որին մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, դիվանագիտական եւ գիտական ոլորտի ներկայացուցիչներ։ Ինստիտուտի ֆոնդին նվիրաբերած 147 գրքերը վերաբերում են Ճապոնիայի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը եւ այլն։ Դեսպանն իր խոսքում կարևորեց այս նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ ծրագիրը կունենա շարունակություն եւ կնպաստի Հայաստանում ճապոնագիտության զարգացմանը։ Դեսպան Յուտական հատկապես կարևորեց ներկայիս թվային ժամանակաշրջանում գրքերի առկայությանը։ Չնայած այս օրերին ինտերնետը եւ արհեստական բանականությունը շատ զարգացած են եւ հանդիսանում են մեր կենցաղի անբաժանելի մասը, բայց միևնույն է, ինձ եւ մեր սերնդի մարդկանց համար այս գրքերը շատ կարեւոր են, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դրանք ոչ միայն հայտնի են, այլև օգտակար։ Դեսպանն անդրադարձ կատարեց նաև հայ-ճապոնական հարաբերություններին, գնահատելով այն ոչ միայն դրական, այլև դինամիկ զարգացող։ Վերջինիս խոսքով դրան նպաստում է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանի նախորդ տարի Ճապոնիա կատարած այցը եւ մասնակցությունը Օսակա Էքսպոին։ Վարչապետ Փաշինյանի այցը Օսակա Էքսպո եւ երկու երկրների ղեկավարների հանդիպումը դրա վառ ապացույցն են, որին ներկա եմ եղել նաեւ ես եւ կարող եմ պնդել, որ այնտեղ շատ ջերմ մթնոլորտ էր տիրում։ Բացի այդ, Հայաստանը կիսում է նաեւ շատ կարեւոր արժեքներ Ճապոնիայի հետ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը։ Նշենք, որ Արևելագիտության ինստիտուտին նվիրաբերված գրքերի շնորհանդեսին տեսակապի միջոցով մասնակցեց եւ Հայաստանի Հանրապետության անունից շնորհակալություն հայտնեց նաեւ Ճապոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը։ Միջոցառման ավարտին Արևելագիտության ինստիտուտի կողմից դեսպան Յուտակային հանձնվեց շնորհակալագիր եւ յուրահատուկ նվեր։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։